Ուրեմն ժողովուրդ ջան, Վարդան Ղուկասյանի ձերբակալումը այնքան մեծ արձագանք էր ստացել աշխարհով մեկ, ճիշտն ասած, շատ ալիքներով արտասահմանյան ցույց էին տալիս։ Հիմա բայց չեմ կարող, պետքա այդ մասին էլի խոսեմ երկու բառով գոնե։ Հիմա տեսեք, ինձ էլ էին ահագին գրել, ես այդ տեսանյութ էի թողարկել, ահագին գրառումներ էին արել, հիմնականում adekvat, բայց որոշ մի փոքր մասել երևում է հələ որ adekvat մարդիկ կան մեր մեջ, շատ քիչ։ Հիմա դրա համար մի հատ ուզում եմ նորից բացատրեմ, այս ինչ է էլի կատարվում այս խայտարակությունը։ Նախ այդ առաջերտին այդ Վարդանի ասողները, մի հատ հիմա ուզում եք ապացուցեմ, որ բոլորդ միասին, ինչքան որ Վարդանի ասող կար այս ցանցերում, եսի հեռուստացույցով խոսում են, նույնիսկ դեպուտատներ, եսի ինչեր, այդ սաղը իրար հետ միացրած, այդ ձեր ասած Վարդանիկի կեսը չկաք։ Ապացույցը հենց դուք ապացուցեցիք, տեսեք։ Ընդամենը մի հատ քաղաքի քաղաքապետ ձերբակալելու համար ինչքան ուժեր էր ներգրավել, հսկայական ուժեր, հատուկ գունդ, հատուկ ջոկատայիններ, ես շատ գիտեմ այնտեղ քնչական, ոստիկանություն, բարեկային ծառայություն, հակակոռուպցիոն կոմիտե, ԱԱԾ, էլ բեսպիլոտնիկներ, это չգիտեիք, դու ասա biz հետո տեսանք, բեսպիլոտնիկներ էլ ա եղել են վիդեոների մեջ երևած։ Մնացել էր մենակ տանկեր, մեկ էլ հրետանի կիրառեիք, որ կարողանայիք Վարդան Ղուկասյանին ձերբակալեիք։ Իսկ հենց ձեզնից այդ Վարդանիկ ասողները տրենայք որ գան հանկարծ ձեզ ձերբակալելու, մեկ կամ երկու հոգով գան երիքա հանգիստ ձերբակալեն։ Իսկ ցույց տվեց, իշխանությունը ցույց տվեց ու խայտարակ եղանք իհարկե ամբողջ աշխարհով մեկ ցույց տվեց ինչքան անզոր է իշխանությունը, ինչքան վախկոտ է, որ մի քաղաքապետից վախենում է։ Ու տեսակ գյումրեցիները իրոք ինչքան թասիբը ցույց տվին, այդ հայի թասիբը գյումրեցին ցույց տվեց, իհարկե ոնց կանգնան, կապ չունի ընտրել էին իրանք տվյալ քաղաքապետին թե չէ, ոնց կանգնան քաղաքապետի կողքը, որ իշխանությունը այս ձև վախենում էր։ Ասենք, եթե գոնե ձերբակալեին ոչ թե քաղաքապետին, օրինակ եմ ասում, եթե ձերբակալեին պաշտպանության նախարարի, կարելի էր սենց վախենալով գնալ, քանի որ ամբողջ զորքը իրան է ենթարկվում, բայց ընդամենը քաղաքապետ, իսկ ինչ է կարծում, կարող է որ մի հատ ծանուցագիր ուղարկեիք, Վարդան Ղուկասյանը ինքը իր ոտով չէր գա, հաստատ կգար, չէ, ուր էր գնալու։ Սենց վախ, սա ցույց տվեցիք ձեր վախը, ամոթ էր ու ամբողջ ազգով խայտարակ եղանք։ Հիմա այդ պահով ահագին մարդիկ գրել էին, խոսել են մարդկանց հետ, ինչ են ասում, այդ դժգոհ որ ուրախացել էր այդ ձերբակալումով, իմ ասածներից էլ դժգոհ են։ Մի հատ ուշադիր լսեք, հիմնականում այդ հասարակ մարդիկ խառնում են իրար ամեն ինչը, չեն հասկանում ինչի մասին է խոսքը։ Այդ դեպուտատ ասածներ կան մի քանի հիմար բաներ են դուրս տալիս, հենց թեկուզ այս պահով Վարդան Ղուկասյանի, մի հատ ուզում եմ բացատրեմ, հասկանաք, ահագին մարդ էս թեզն է կրկնում, որ Վարդան Ղուկասյանը մեզի տանում էր, ուզում է տանի սարքի Ռուսաստանի գուբերնիա, մեկ էլ ասում են, մի հատ էլ թեզ, ասում են Հայաստանը սարքում է միութենական պետություն։ Այս երկու բառն են հիմնականում ու ինքնիշխանությունից զրկում է Հայաստանին, այս բաներն են հիմնականում տենց ասում, էս է էլի, յանի այդքան վատ մարդեր, այդքան հայրենասեր չէր, բայց մի հատ հիմա բացատրեմ այն մարդկանց համար առաջի հերթին, որ առանց հասկանալու եք ասում։ Իմ կարծիքով այդ դեպուտատները համապատասխան կրթություններ ունեն, որ այս հիմարությունները հասկանան, չասեն, կամ չեն հասկանում, իրոք ասենք դեպուտատը ինչ դեպուտատ, կամ էլ ինադու են ասում, ձեզով գցում են խառը վիճակի մեջ այտենց։ Հիմա տեսեք, նախ առաջերտին գուբերնիա հասկացություն, ասում եք Ռուսաստանի գուբերնիա հասկացություն Ռուսաստանում չկա։ Եթե որ գիտի, չեք իմանում, ասեմ, գուբերնիա եղել է ցարական Ռուսաստանի ժամանակ։ Հիմա ունեն օբլաստներ, չգիտեմ, ընդ հարապետություններ, մարզեր, ես կոմենքում, բայց գուբերնիա չունեն, տենց հասկացություն չկա։ Լավ, էդի լենկոմ։ Գուբերնիա թող չլինի, թող օբլաստ լինի։ Հիմնականում ինչը վերաբերվում է այդ միութենական պետության մասին։ Ասեմ ձեզ, այդպիսի հասկացություն, որպես պետություն բառն եք մտցրել, տենց հասկացություն չկա, պետություն, տենց միութենական պետություն գոյություն չունի։
կա կազմակերպություն, մի հատ ուշադիր լսեք, ինչի մասին է խոսքը, որ սենց սարքել եք մի հատ չգիտեմ ինչ։ Կա կազմակերպություն, դա հասարակ միջազգային կազմակերպություն է, որը կոչվում է Միութենական պետություն, չնայած այդ թարգմանությունը մի քիչ ճիշտ չի, ռուսերեն Союзное государство, թարգմանած հայերեն դառնում է Միութենական պետություն, բայց դա որ ճիշտ թարգմանենք, էլ բառ առ բառ մի քիչ ուրիշ ավելի էսա կասեմ։ Հիմա ինչ համեմատեմ ինչի է, դա հասարակ կազմակերպություն է միջազգային, որը կարելի է որ այդ համատել Եվրոմիությունը։ Մի բանով է տարբերվում այդ Միութենական պետություն կազմակերպությունը Եվրոմիությունից, որոնտեղ այդ ամեն ինչը նույն ձև այդ միացած է տարբեր երկրների, բացի ռազմականից, այս Միութենական պետությունում նաև ռազմական միություն է։ Այսինքն այդ երկու երկրերի տարածքները իրար հետ պետք է պաշտպանեն, որ մեկի վրա որ հարձակվեն, դա է։ Իսկ Եվրոմիությունում ռազմական չկա, ասենք ՆԱՏՕ-ն եթե մենակ ռազմական է, դա էլ է միջազգային կազմակերպություն է։ ՄԱԿ-ը միջազգային կազմակերպություն է, որտեղ Հայաստանը կա։ Այդ Տամոժնի Սայուզը, այդտեղ Ռուսաստան, Բելարուս, Ղազախստան, այդտեղ Տաջիկստան, Հայաստան կազմակերպություն է, բայց էսի արդեն մենակ այդ ֆինանսների, տաղապրանքների, արխուվաճառքի, աշխատուժի այսպիսի կազմակերպություն է, այդպես ասեմ նորմալ բառերով, որ հասկանանք։ Հիմա Միութենական պետություն ասած կազմակերպությունը, եթե ճիշտ թարգմանենք ռուսերենից Союзное государство, դաշնակից պետություն, բառ առ բառ թարգմանեմ, որ ճիշտ ընկալեք, դաշնակից պետություն կարելի է, այսպես էլ կարելի է թարգմանել։ Союз դա միություն է կոչվում։ Իսկ սայուզնիկ բառը արդեն դաշնակից, չէ, հիմա այս նույն բաներն աստեղ, մի շփոթեք, որ եթե հանկարծ ես չեմ ասում Հայաստանը մտնում է այդ կազմակերպության կազմի մեջ կամ չի մտնում, դա ես չեմ որոշում։ Ուղղակի այս հիմար բաները տարածողները, որ ինքնիշխան եթե տանելու է ՄՑՆ-ի կամ մեկ այլ ինչ որ ղեկավար գա կարող է տանի ՄՑՆ-ի Ռուսաստանի կազման, դա դրա մասին չի, այտենց հիմարությունները թողեք, դա ընդհանրապես Հայաստանի ինքնիշխանության հետ կապ չունի, սենց բան կա, ասենք օրինակ ՆԱՏՕ-ն մեծ կազմակերպություն է, այդտեղ պարզ է, փոքր երկրները չեն կարող այսի միշտ թելադրեն ՆԱՏՕ-ի, ասենք այդ օրակարգը, մեծերը երևի ավելի շատ են թելադրում, քանի որ նրանք մեծ ներդրում ունեն, ավելի շատ են պաշտպանում այդ ռազմական կառույցը։ Օրինակ այս Տամոժնի Սայուզ կազմակերպությունը ամենամեծը Ռուսաստանն է, բայց այդտեղ հավասար է ամեն ինչը, ապրանքների արկ, վաճառ, կարա երևի Ռուսաստանը ինչ-որ բան ներքին կարգով թելադրի, այդ ներքին կարգով սաղ էլ կարան քեզ թելադրեն, եթե թույլ եղար։ Իսկ որպես կազմակերպություն ընդհանրապես ինքնիշխանության հետ կապ չունի։ Հիմա այդ կազմակերպության մեջ Միութենական պետություն կոչված որ ասում եք, դրա մեջ են Բելարուսյան եւ Ռուսաստանը։ Ոնց է, այդտեղ սահմանների, օրինակ որ Ռուսաստանից գնում ես Բելարուսիա կամ հակառակը, քեզ նույնիսկ չեն ստուգում, ինչ տարար, ինչ չտարար, պասպորտդ էլ չեն նայում, որովհետեւ Союзное государство, սա իրա սայուզնիկն է։ Նաև իմացաք, որ ռազմական շատ մեծ ազդեցություն ունեն մեկը մեկի վրա, ասենք օգնելու, օրինակ Ռուսաստանը իր ռակետները տեղադրում է Բելարուսիայի տարածքում։ Միմյանց համաձայնությամբ իհարկե։ Դրա համար հուսով եմ հասկացաք, ու այս գուբերնիա բառը մի հատ հանեք մտներից, այտենց ոչ ես Հայաստանում այտենց մի հատ լիդեր չգիտեմ, որ ուզում է տանի Հայաստանը սարքի Ռուսաստանի մարզ կամ մեկ այլ երկրի մարզ։ Այտենց բան չկա։ Կազմակերպությունների մեջ կարող են գտնվել շատ կազմակերպություններ, ինչքան գիտեմ, այդ ազիական կազմակերպության մեջ է հիմա Հայաստանը ուզում նաև մտնի։ Դա ոչ մի կապ չունի ինքնիշխանության հետ։ Կազմակերպության մեջ մտնում են, որ այդ երկրները, ովքեր որ իրանց շահերից ելնելով, ուզում են մտնում են, չեն ուզում չեն նայում են, եթե շահերը համապատասխանում է, այդ կազմակերպության մեջ արդեն գործում են, չէ։ Իրանց ոչ մեկ ոչ զոռում է, ոչ էլ ուզում է։ Այդքանը ասեմ, եսի որ այդ Վարդան Ղուկասյանի վրով այդքան հիմարություններ դուրս էին տալիս, բայց ես լավ մարդիկ չիմանալով են խոսում, բայց որ դեպուտատը հելը հիմա լրփի պես բաներ է ասում, ինքնիշխանություն, չգիտեմ, Միութենական պետություն է սարքում, ես ինչ եք խորես մարդկանց եք սենց գցում, ես այս վիճակի մեջ առանց հասկանալու։ Ուրեմն դուք իրավունք չունեք դեպուտատ լինելու, եթե չգիտեք ինչա կազմակերպությունը։
միջազգային կազմակերպություն է, ոչ էլ ուսումնասիրել եք։ Օրինակ ուզում եք Եվրոմիություն գնաք, դուք Եվրոմիության ուստավը ուսումնասիրել եք գոնե մի անգամ։ Տեսել եք մեզ ձեռա տալի այդ ուստավը, թե չէ, համաձայն այդ օրենքները մենք կարանք ընդունենք մեր մեջ, թե չէ, հասարակ բան եմ ասում։ Կամ այդ Միութենական պետություն կազմակերպության ուստավը մի հատ ուսումնասիրել եք, որ էշը խոսում եք։ Էսա ժողովուրդ մի խափնվեք, այդ ստերին մի հավատացեք, այդ ստերն էլ մի տարածեք։ Ինչ վերաբերում է Վարդան Ղուկասյանին, Վարդան Ղուկասյանը հայրենասեր տղա է։ Ինքը երբեք Հայաստանի ինքնիշխանության հետ կապված ոչ մի վատ բան ասած չկա, սուտ մի տարածեք, տես բան չկա։ Այդ ինչ ասում են, սա սուտ է։ Ես խնդրում եմ այս տեսանյութի տակ հիմարություններ չգրեն ոչ մեկը, եթե գրել են շատ վատ ալնելու, եթե իհարկե բռնեմ այդ գրողներին, գրում փախնում են։ Ով որ բան ունի ինձ ասելու, զանգեք, արագ զանգեք, խոսանք։ Այսքանը, շնորհակալություն։